ձեզ, մենք շարունակում ենք լուփերի վերաբերյալ մեր խնդիրների շարքը։ Հիմա դիտարկենք հաջորդ խնդիրը, որն ասում է հետևյալը. գրել ծրագիր, որ էկրանին տպում է 100 հատ վանդականի սիմվոլ, այստեղ արդեն ասում է կողք կողքի։ Ինչպես անցած խնդրում, այստեղ նույնպես մենք պետք է կատարենք գործողություն, որը կկատարվի 100 անգամ։ Օգտվենք հետևյալից, եկեք ունենանք ինչ-որ փոփոխական, որը 0-ից կաճի մինչև 100-ը, եւ այդ ամբողջ ընթացքում, աճի ընթացքում, որը տեղի է ունենալու վայրի ամեն իտերացիայի ժամանակ, կարտածի վանդականի սիմվոլը կողք կողքի։ Պայմանը գրվելու է այսպես, ու while ինչ որ condition գրենք in փոքր է 100, վերջակետը չենք մոռանում, եւ in պետք է սկսենք 0-ից։ Այսպես, ու մարմնի մեջ պարտադիր պետք է անընդհատ արժեքը 1-ով մեծացնենք, այսինքն գրենք in հավասար է i + 1։ Այսպես։ Իսկ այս ամբողջ քայլի իտերացիայի ընթացքում պետք է արժեքը 1-ով պետք է անդադար արտածենք վանդականի սիմվոլը, այսինքն print վանդականիշ։ Բայց քանի որ ինքն ասում է, որ պետք է արտածենք կողք կողքի, ես եթե այսպես գրեմ, ինքը անդադար նոր տողում է արտածելու։ Դրա համար ես իրեն փոխանցում եմ նաև and-ը, որին ասում եմ, որ ինքը space լինի։ Այսինքն հաջորդ տող անցելու փոխարեն դնի space, որ կողք կողքի ինքն իրեն արտածի։ Ինչպես է սա աշխատելու, in 0 է, գալիս է այստեղ 0-ն փոքր է 100 պայման տեղի ունի, տպում է սա եւ ի արժեքը 1-ով մեծացնում է, բարձրանում է վերև նույնիսկ նույն գործողությունը։ In հավասար i + 1-ը անցած վիդեոյում բավական մանրամասն բացատրեցի, թե ինչպես է աշխատում։ Այստեղ սա ունի կարճ գրելաձև, որը հետևյալն է in + հավասար է 1։ Այս կարճ գրելաձևով կարող գրենք։ Եթե հիմա սա աշխատացնեմ, ապա տեսեք 100 հատ վանդականիշ ինքը արտածեց կողք կողքի։ Վերջ ընկերներ, երկրորդ խնդիրը սա է, կարծում եմ պարզ է եւ հասկանալի, եթե հարցեր ունեք, մեկնաբանության դաշտում գրեք։ Լավ մնացեք, կհանդիպենք։